Կառավարության հարգելի անդամներ, հարցը սողում եմ ներքին գործերի նախարարին Տիկին Սարգսյան։ Հարցերը ինձ ուղղել են քաղաքացիները, դրանք իրենց առօրեական կյանքին են վերաբերում։ Առաջին հարցս Տիկին Սարգսյան վերաբերում է մոփեդների եւ սկուտերների օգտագործմանը, անվտանգությանը քաղաքացիների, երբ այդ ուրեմն օգտագործում իրականացվում է մայթերի վրա, մենք այս ուղղությամբ կարգավորումներ ունեցել ենք վերջերս, բայց այս պահին արգելված չէ դրանց երթևեկությունը եւ այստեղ նաեւ անվտանգության նկատառումներից ելնելով քաղաքացիների, քանի որ արդեն եղանակներն էլ տաքանում են եւ դրանք գնալով ավելանում են հատկապես մայրաքաղաքում, մտահոգություն են հայտնում, որ շնորհակալություն Մտահոգություն են հայտնում քաղաքացիները, որ դրանք լուրջ ռիսկ են իրենց համար ներկայանում։ Այս մասով արդյոք ձեզ էլ դիմել են այս խնդրով թե ոչ եւ արդյոք մտադրություն կա դա այդ կարգավորումը վերանայելու։ Երկրորդ հարցս գուցե արձագանքման ժամանակ կտամ։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Շնորհակալություն հարցադրման համար, Տիկին Բաթյան։ Իրականում մենք ունենք հիմնական կարգավորումներ, թե մոպեդների մասով, թե ինքնագլորների մասով եւ թե նաեւ հեծանիվների մասով եւ հիմա առավելապես մայթերին կարող եք տեսնել այդպիսի միջոցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որը ստորենքի, եթե երթևեկության աջակողմյան գծում հնարավորություն չունի ուղղակի տվյալ միջոցը տիրապետող անձը անվտանգ երթևեկելու, ապա նման պայմաններում թույլատրելի է մայթով երթևեկությունը։ Կարծում եմ արդեն առաջիկայում, երբ որ երթևեկության մասով մեր նաև լուծումներն էլ իմպլեմենտացնենք, շատ ավելի լավ իրավիճակ կունենանք այս մասով, բայց եթե օրենսդրական փոփոխությունների կտրվածքով քննարկման կարիք կա, սիրով պատրաստ ենք անդրադառնալու դրան, որովհետև մայթով վարելը դա որպես վերջին միջոց է ծառայում, այլ ոչ որպես առաջնային միջոց, եւ նաև բարեկային ծառայության կողմից ունենք տարբեր ակտեր եւ նաև նախազգուշացում ենք հիմնականում կիրառում այն անձանց մասով, որոնք որ հնարավորություն ունեն երթևեկության գոտին օգտագործելու, բայց մայթով են վարում, այդ դեպքում եւս կա մեր ուշադրությունը։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան, ես իհարկե կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է հենց վերահսկողությունը եւ կարևոր է, որ նշեցիք բարեկների գործողությունները եւ երկրորդ հարցս էլի հենց բարեկների գուցե բարեկների կամ ընդհանրապես ոստիկանության գործողություններին է վերաբերում, որը առնչվում է կենդանիների պաշտպանությանը։ Մենք վերջերս ընդունեցինք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փաթեթը, որը ներառում է նաեւ վարչական իրավախախտումների օրենսգիրքը եւ վերջերս օրինակ քաղաքացիներից մեկը ինձ դիմել էր այն խնդրով, որ երբ դիմում է ոստիկանին, որովհետև ըստ իրեն խախտումներ կան, ենթադրյալ խախտում կա, ոստիկանը դրանով կամ չի զբաղվում կամ համայնքին է հղում տալիս։ Ես ուզում եմ իմանալ արդյոք նոր փոփոխությունների դեպքում, օրինակ մենք ունենք այդպիսի պրակտիկա ոստիկանությունում, արդյոք օրինակ լրացուցիչ իրազեկվում են կամ վերապատրաստումներ անցնում են, մասնավորապես նոր փոփոխությունների, որովհետև օրենսգրքի մեկ ամբողջ նոր հոդված կա, ամբողջությամբ, որը նվիրված է կենդանիների պաշտպանությանը։ Շնորհակալ եմ։ Կենդանիների պաշտպանության մասով Տիկին Բաթյան, եթե կոնկրետ օրինակ կա, կքննարկենք, որպես կանոն ոստիկանության վարքագիծը շատ ակտիվ է լինում։ Վերջին ժամանակահատվածում հատկապես նաև համացանցում տարածվեց տեսանյութը, պարոն Սիմոնյանը եւս տարածել էր տեսանյութը, այդտեղ նույնիսկ ձերբակալված անձինք ունենք, այսինքն երբ որ կա իրավիճակ, ոստիկանության վարքագիծը շատ ռելևանտ է, կոռեկտ է եւ ընդհանուր գնում ենք մինչեւ ձերբակալության, եթե կա այնպիսի դրվագ, որ հանցագործության տարեր իր մեջ ունի, ասեմ, որ ոստիկանների մասով հատկապես վերջին փոփոխությունների հետ կապված իրազեկման ներքին միջոցառումներ ենք իրականացրել, այդ թվում կրթահամալիրը ունի համապատասխան հանձնարարական, որ այս բլոկը առավել լավ ներկայացվածություն ունենա տարեկան վերապատրաստումների շրջանակներում, որպեսզի վարչականի եւ քրեականի հարաբերակցությունը շատ ավելի լավ մատուցվի ծառայողներին։ Կարծում եմ այս տարվա վերապատրաստումները իրենց նպաստը կունենա նաեւ պրակտիկայի փոփոխության մասով, բայց վստահ եղեք, որ ցանկացած իրավիճակում, եթե պիտի լինի ոստիկանական արձագանք, դա տեղի է ունենում։ Եթե կան բացառիկ դեպքեր, առանձին դեպքեր, դրանք պատրաստ են քննարկելու։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար